բավական պրոբլեմային է։ Բավական պրոբլեմային է։ Ամեն մի զինատեսակը ինքը իրենով նորմալ է կամ հայտնի չի նորմալ է թե չէ, խաղապահ ուժերը ուղղակի դիտորդ են դառնում BTR-ների վրա եւ ավտոմատներով։ Իրենք զենք կիրառելու մանդատ ըստ էության չունեին։ Այսինքն իրենք հանգիստ նայեցին ոնց է էթնիկ զտում լինում Ղարաբաղում։ Իրենք ուրիշ լիազորություն չունեին։ Դուք պնդում եք, որ Հայաստանն է հրահրել։ Հայաստանը հրահրել է 44 օրյա։ Այսինքն Ադրբեջանը չէր ուզում հարձակվել, մենք հրահրեցինք։ Ամեն ինչ արեցինք, որ պատերազմը դառնա անխուսափելի։ Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունները քննարկման առիթ են դարձել։ Բազմաթիվ հարցեր առաջացրել։ Ժողովուրդը չի հիշում արդյոք Քոչարյանի կառավարման տարիները, հարցնում է փորձագետը։ Ինքը 10 տարի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոն է զբաղեցրել։ Հիմա այդ 10 տարվա ընթացքում շատ տարբեր բաներ են տեղի ունեցել։ Փոփոխություններ են եղել իհարկե նաև տնտեսությունում շատ մարդիկ կհիշեն, ինքը ասելիք ունի իհարկե, բայց դրան հակադրելու շատ տարբեր բաներ կան, մենք էլ ենք ապրել այս երկրում եւ այդ ժամանակները շատ լավ ենք հիշում եւ տեսել ենք թե ինչ պայմաններում եւ ինչ գնով է այս ամենը տեղի ունեցել։ Ըստ փորձագետի Քոչարյանը փորձում է դեմոբիլիզացնել ներկայիս իշխանության շուրջ ձևավորված մեծամասնությանը, ել ավելի խորացնելով ռուսական նարատիվները, առաջ տանելով թեզը, թե ամեն ինչում մեղավոր են Հայաստանի իշխանությունները։ Խառատյանը նկատում է Քոչարյանի յուրաքանչյուր մեղադրանք հերկվում է փաստերով։ Ցույցը, որը եղավ մոտ 1 տարի Բաղրամյան պողոտայում։ Բաղրամյան պողոտայում։ Տավ Պետրոս ուղղակի կարող եք ասել, քանի մարդ կալանավորվեց անդիմադիր գործիչներից, քանի մարդ։ Անձամբ ես եւ իմ շատ ընկերներ փողոցում ենք եղել ապրիլի 12-ն էլ չենք մոռացել 2004 թվականի մարտի 1-ն էլ չենք մոռացել։ Միայն ապրիլի 12-ի գիշերը, երբ հատուկ միջոցներ սկսեցին կիրառել, իսկ մենք այնտեղ էինք եւ ֆիզիկապես տեսել ենք այդ ողջ գործընթացը, երբ անգամ ցուցարարների մեջ ներդրված քաղաքացիական հագուստով մարդիկ էին հարձակվում մեզ վրա։ Այդ օրը բերման ենթարկվածների թվականակը 100-ից անցել է։ Ավելին մտել են ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներ են ավերել, առանց որևէ հիմքի այդ մարդկանց համակարգիչներն են ուրեմն վերցրել, ինչը հիշեցնենք, դրա պակասը չկա։ Հիմա եթե խոսքը գնում է նրա մասին, իսկ հա, խոսում էր նաև մարտի 1-ի մասին, դե ասում չգիտեմ էլ ինչ պիտի լիներ, որպեսզի մեր հանրությունը տեսներ, որ առաջին անգամ Հայաստանի ժողովրդի վրա կրակեցին ուղիղ, հա։ Սա փաստ է, սա մենք բոլորս ենք տեսել եւ փաստացի տեսնում էի տենդենսներ նրա, որ մարտի 1-ի մեջ փորձում էր նաեւ այսօրվա իշխանությանը մեղադրել նման նրան, թե երբ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանն ասում էր դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել։ Ներքաղաքական հարցերից զատ Քոչարյանը անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Նա շարունակում է Հայաստանին մեղադրել 44-օրյա պատերազմը հրահրելու մեջ, պնդումներ անում, թե օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ռուս խաղաղապահները ուժ կիրառելու մանդատ չունեին։ Դրանում եւս Հայաստանի իշխանություններն են մեղավոր եղել։ Մենք տեսանք, որ ադրբեջանցիները մտան Փարուխ, Խծաբերդ եւ այլ այդտեղ ռուսական բանակը ուղղակի նրանց հրավիրեց այնտեղ։ Դուք Փարուխի դեպքը նշեցիք։ Արդեն խաղապահների առումով։ Իսկ ինչ պիտի անեին խաղապահները։ Անեն այն իսկ գրված էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որ զորքերը կանգնում են իրենց տեղերում։ Ինչ լիազորություններ ունեին այդ խաղապահ զորքերը։ Քոչարյանի պնդմամբ Փարուխի դեպքերի պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Խառատյանը հիշեցնում է Փարուխի դեպքերը տեղի են ունեցել 2022-ի մարտին, Պրահայի հայտարարությունը 2022-ի հոկտեմբերին։ Ինչ էինք ասում, ասում են նոյեմբերի 9-ով փաստացի ռուսական խաղաղապահ ներկայությունը լեգիտիմ չէր։ Եթե լեգիտիմ չէր, ապա այդ դեպքում ինչի մասին է խոսքը։ Այսինքն, եթե Ռոբերտ Քոչարյանն ինքն է համարում, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ կոչվող ներկայությունը որևէ այլ իրավական հիմքեր չուներ, այդ դեպքում նրանք չէին էլ կարող ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Այս պարագայում անհասկանալի է ինչու էր դրանից հետո խոսում հղվելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա, որի տարբեր ուրիշ կետերով գիտենք թե էլ ինչեր չեն իրականացվել։ Ուրեմն այս առումով կարծում եմ, որ այստեղ բառախաղի միջոցով փորձ է արվում
հիմա արդեն այլ կերպ ներկայացնել այնինչ եղել է ժամանակին։ Գույք պարքի դիմաց Լինսի չեղարկված ներդրումներ, Ռուսաստանից կախվածության ուժեղացում։ Խարատյանը թվարկում է Քոչարյանի նախագահության տարիների հետ կապված իրադարձությունները, ընդգծում երկրորդ նախագահը չի թաքցնում, որ ուզում է վերադարձնել այդ տարիները, Հայաստանի ապագան տեսնում է միայն ռուսական ուղեծրում։ Ինքն իր թեզերն է առաջ քաշում պատմության այս շրջանի իր նարատիվներով։ Հիմա հանրությունը հուլիսի 7-ին ցույց կտա, որքանով է հավատում կամ արժանահավատ համարում իր կողմից ներկայացվող մեր ոչ վաղանցյալի պատմությունը։ Մերի Խաչատրյան, Մահեր Կիրակոսյան, լուրեր։